Բարերեկո սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված մշակութային ժառանգությունը եւ վերադարձի իրավունքը միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում կրկին անդրադարձել է արևմտյան Ադրբեջանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային, մեղադրելով Հայաստանի Հանրապետությանը, այսինքն մեզ, իրենց մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ, սիրելի հայրենակիցներ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին եւ կոչ արել միջազգային հանրությանը աջակցել այդ գործընթացին։ Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը, հում անելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին եւ միջազգային դաշնագրերին։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այս որ մենք անդադար սրա մասին խոսում ենք, այսինքն Ալիևը խոսում է, մենք արձագանքում ենք միջազգային տարբեր հարթակներում, սա նրա համար չի, որ ձեզ վախեցնենք կամ ինչ-որ սա վախի բան չի, սա նրա համար է, որ մենք մոտիվացվենք պայքարելու, որտեղ Հայաստանի իշխանությունը մեզ դեմոտիվացնում, ասում է մի պայքարեք, սա ներքին, իրանց ժողովրդի համար է խոսում, այսինքն այն ժողովրդի համար է խոսում, որ ուզում է վերադառնալ, որին պետքա վերադարձնի։ Ավելի վատ որ ներքին լսարանի համար է խոսում, բայց միայն ներքին լսարանի համար չի խոսում, սա նաև մեր համար է խոսում, ձեր համար է խոսում, որ ասում է մենք գալիս ենք ու մենք ձեզանից կշատանանք, որ մենք գանք եւ ձեր երկիրը վերցնելու ենք ձեր ձեռքից, սա դրա մասին է, սիրելի հայրենակիցներ։ Իսկ մենք ունենք փորձ, որ մինչև այսօր չի եղել դեպք, որ Ալիևը մի բան ասի ու Ադրբեջանը դրան չհասնի։ Այդ այն դեպքում, որ իշխանությունը, այս իշխանությունն է, հետեւաբար մեզ ինչ է պետք անել, սիրելի հայրենակիցներ։ Պետք է այս իշխանությունը չվերընտրվի։ Առաջ երթին այնա, որ պետք է Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, որից հետո կարողանան կանգնեցնել այս այլանդակ process-ը։ Իմացեք ինչա կատարվում մեր բոլորիս այս տմբլտաշի թիկունքում։ Տարածեք այս տեսանյութը, բազմապատկեք այն եւ գրեք ձեր կարծիքը։ Արդյոք ուզում եք, որ ադրբեջանցիները գան եւ այստեղ բնակվեն եւ բնականաբար մեզանից ավելի շատ կլինեն իրանք, որ գան բնակվեն եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը մենք կկորցնենք որպես պետություն։ Շնորհիվ այս իշխանության, որը բոլոր խնդիրները, թեմաները դրել է մի կողմ եւ թույլ է տալիս որ Ալիևը այս process-ը առաջ մղի եւ միջազգային հարթակներում արդյունավետ աշխատի։ Տարածեք